Դե ժամանակ ասում էր, որ երկուսով են եղել, բայց հիմա ստացվում է, որ Ալիսն է սպանել։ Չասես Դավիթի, ես պատասխան եմ տալիս իմ մեղքերի համար։ Տիկին Ալիս, խնդրում եմ ձեզ կիսվեք Դավիթի հետ, ինքը իրավունք ունի իմանա։ Այսինքն։ Ինչի ես խառնվում։ Լավ կանես Էլեստուն չգաս։ Ու դրանով հարցը կլուծվի։ Սմանա վերջ։ Այսօր բժիշկը եկավ ինձ նոր տեղ տվեց ու դրանից հետո ես ավելի վատ եմ։ Ալիս ջան, այսօր բժիշկ չի եկել։ Չհասկացա, բա։ Ես քեզ ասում եմ բժիշկ չի եկել, ես առավոտից տանն եմ եղել։ Ուզում եմ խոսեմ հետը։ Մարկը հավանաբար համակարգչից մեջ նամակներս է կարդաց։ Վալյանենց մասին ամբողջ ինֆորմացիան համակարգչի մեջ է։ Այն օրն է պլակատն է տեսել։ Ուր։ Դավիթը որ գա կասես քաղաքից դուրս եմ։ Ես էլ քեզ էի զանգում։ Դավիթ, դու ես իմ հետևից գալիս։ Ինչ ես խոսում։ Ասում եմ դու ես հիմա իմ մեքենայի հետևից գալիս։ Կա մի կարևոր պահ, երբ մարդը մոռանում է զգուշանալ, հավատում է բառերին, լռությանը, հայացքին ու դեպի իրեն մեկնած ձեռքերին։ Սա այն պահն է, երբ վստահել ես արդեն։ Վստահությունը նման է զենքդ հանձնելու, որովհետև անպաշտպան ես արդեն։ Որովհետև այն պահին, երբ վստահել ես, թույլ ես տվել հենարան դառնան քեզ համար։ Իսկ երբ հենարանը փլվում է, դու ընկնում ես ոչ թե գետնի, այլ ինքդ քո մեջ, ու դրանից դուրս գալն ամենադժվարն է։ Երբ վստահությունը կոտրվում է, ոչ մեկն այդ ձայնը չի լսում, ինչպես որ բաժակի կոտրվելու ձայնը կլսեին, որովհետև ցավը խորն է, ու միայն դու ես զգում, թե ինչպես է շատ կարևոր մի բան ճաքում ներսումդ։ Ինձ թվաց նամակս չի հասել։ Ինչի համար ես հասել ստեղ։ Լավ նստի մեքենան չսարած տեսնեմ ինչա կամ։ Չի միանում առաջին անգամը չի։ Դե ուրեմն թող մնա այստեղ կկազմակերպեն վաղը կբերեն։ Արի։ Հեռախոսս վարձնում։ Բել։ Գոր։ Աջան։ Գոր, խնդրում եմ արագացրու արի հետ։ Դու հեռախոսդ միացնեմ։
Վախեցել ես։ Չէ։ Հաստատ։ Ոչ միտեղ չես շտապում, քունդ էլ չի տանում, չէ։ Շատ լավ է։ Այդ իմ զանգերն են։ Մարսել ես մեքենայիդ մեջ ցուրտ էր։ Այդքան էլ սուրճ չի։ Ալո։ Այդ Դավիթն եկավ գնաց։ Բել, էլի բան ա եղել, բայց հեռախոսով չեմ ուզում ասեմ։ Համ էլ չգիտեմ կողքդ մարդ կա թե չէ։ Դու երևի այսօր իրանց տանն ես մնալու, չէ։ Վաղը մինչև տուն գալդ անպայման կզանգես, լավ։ Ես քեզ հասկացա։ Հաստատ հասկացար։ Անպայման կզանգես։ Լավ։ Դավիթ, ես չեմ մրսում ու չեմ շտապում ոչ միտեղ, բայց ուզում եմ տուն գնամ։ Մենք պիտի խոսենք, Բելա։ Կլինի հետո։ Կլինի հիմա։ Նորմալ չի, չէ, որ մարդուն ինչ-որ բան ես ասում, հետո թողնում գնում ես, փախնում ես։ Հատկապես, որ այդ բանը մարդու ընտանիքին է վերաբերում։ Ես քեզ չեմ վախեցնում, Բելա։ Բայց մենք պիտի խոսենք։ Մի քիչ առաջ ինչ-որ մեկը քո հետևից էր ընկել։ Մի քանի օր առաջ գնացել էիր փաստաբանի մոտ։ Մի տեսակ շատ բաներ են քո շուրջը պտտվում։ Լավ։ Արի գնանք տուն, 5 րոպեով գոնե։ Ընկերուհիս խնդիրներ ունի, ես իրան պետք եմ։ Հետո դուրս կգանք։ Չես հասնում, արագացրու, խնդրում եմ։ Բելա։ Շնորհություն, հա։ Ստեղ չեն հիմար նախադասություններ ասում, որ ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, ես այն ինչ որ դու մտածում ես։ Ես եմ Վալյանի տղեն, չի։ Նոր ֆոտոների կոլեկցիա ես հավաքում։ Ինչ բան ես դու։ Հա, էլի ինքն է։ Աչքս չի երևում։ Չես ծանոթացնում ես իրար հետ։ Հավաքի քեզ մարդ։ Տես արդեն առաջ խաղացում ունենք, ես մարդ եմ։ Բա իր անունը չես ասելի։ Կգնաս ստեղից։ Համոզված ես։ Գլենդելից քեզ բան էի փոխանցում։ Արի ես կողմ։ Ո, մի արա։ Մի արա։ Գոր խնդրում եմ տակնասը։ Դավիթ, արի խնդրում եմ։ Ակոտի դեմ կլավիշի։ Խնդրում եմ, Դավիթ։ Թող։ Ֆային ասա դու արագացնի, սպասում եմ։ Դավիթ, խնդրում եմ։ Վախկո։ Հանգստացի։ Մարդ, վրես նայ։ Խմած եկել էր, դուրն էր ծեծում, ասում էր, որ մինչև քո հետ չխոսա ոչ միտեղ չի գնալու։ Ագորը ինչ է քեզ սպասում։ Բելա, մինչև Մարկի այստեղ գալը մարդիկ էին եկել։ Ես դուրը չեմ բացել, խփում էին դռանը, ոչ մի բան չէին ասում, ուղղակի ուժեղ խփում էին։ Հասկանում ես։ Դրա համար զանգեցի Գորին։ Ես վստահ էի, որ դու մնալու ես Բալյանենց տանը, այդ պահին քեզ ոչ մի բան չասեցի։ Դրա համար ասեցի, որ գաստում անպայման կզանգես։ Հասկանում ես, այս ամեն ինչը անիմաստ էր, մեզ գտել են, Բելա։ Սիրտս կանգնել էր։ Սով դու հանգիստ գնա։ Գորը քեզ ասպասում։ Ոնց գնամ։ Բա դու։ Ես միևնույնն է գնալու եմ Բալյանից տուն։ Եկել է շոր վերցնեի։ Հաստատ։
հաստատ։ Ես Դավիթի հետ գնում եմ։ Դու հանգիստ գնա։ Գիտեմ, որ տեղեկացված եմ։ Խնդրում եմ ավել բան չասես։ Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ ինչ եմ անել։ Չեմ գնում։ Գնում ենք։ Սով կորն է զանգում։ Գնա, սպասում։ Ես կսպասեմ։ Դու հանգիստ պատրաստվի։ Եթե հիմա չգնաս, իրանք եմ ներս գալու։ Լավ ես։ Լավ եմ։ Հուսով եմ հասկացար, որ ասացի քեզ հետ եմ գալու միայն նրա համար, որ Սոֆան հանգիստ գնա։ Էդ ով էր։ Հատկապես, որ ինձ էլ էր ճանաչում։ Ընկերս։ Նախկին։ Բայց ոնց որ ինքը չի մտածում, որ նախկինը։ Ոչինչ, իրեն ժամանակ է պետք։ Դու էլ կներես ես տեսարանի համար։ Տեսարանը մի կողմ։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչ նկարների կոլեկցիա ես հավաքում։ Ինչ է կատարվում, Բելլա։ Իմ նկարները քո ինչին են պետք եղել։ Միայն քո նկարները չեն։ Ծնողներիդ նկարներն էլ ունեն։ Չհասկացա։ Գալիս էի ձեր տուն աշխատելու։ Չիմանամ ում տուն եմ գնում։ Իմ ապահովության համար եմ արել։ Մի տեսակ տարօրինակ է։ Տարօրինակ ոչ մի բան չկա։ Դուք ուզում եք իմանաք, չէ՞, ով է ձեր տուն մտնում։ Ես էլ ուզում եմ իմանամ ում տանն եմ որոշ ժամանակ ապրելու։ Այդքան բան։ Քեզ ինչքան ժամանակ է պետք որ պատրաստվես։ Դավիթ, թող մնա մի ուրիշ անգամ։ Թող մնա։ Բայց հիմա դու իմ հետ ես գալիս։ Չէ։ Չես ուզում ոչ մի բանի մասին խոսենք, չենք խոսի։ Չես ուզում այսօրվա եղածների մասին բացատրես։ Խնդիր չեմ տեսնում։ Բայց դու հիմա մենակ չես մնում, Բելլա։ Ոչ մի բանի մասին չենք խոսի։ Դու օգնության կարիք ունես ու ես քո հետ եմ։ Ես ձեր տուն չեմ գալիս։ Ու օգնության կարիք էլ չունեմ։ Անկամ եթե ունեմ, դա քո խնդիրը չի։ Խնդրում եմ գնա։ Ընկերուհիդ ասաց, որ այսօր ձեզ գտել են։ Ո՞վ է գտել։ Դավիթ, խնդրում եմ գնա։ Ես տանն եմ, ամեն ինչ նորմալ է։ Ես չեմ վախենում, մեր տուն ոչ մեկ չի գալու։ Ու ես հաստատ կարող եմ ինձ պաշտպանել։ Վաղը կխոսենք։
Ես ինչ ես անում։ Ոնց ես մտել տուն, հասկանում ես, որ վախեցա։ Ասում էր չես վախենում։ Դուրս արի հենց հիմա։ Ասում էր, որ կարողանում ես քեզ պաշտպանել։ Ընդամենը դա ես ստուգում։ Դու պատկերացնում ես, եթե ես կարողացա բացել, ով ասես կբացի։ Առաջին անգամ էի փորձում, ընդամենը 2 րոպե պետք եղավ։ Իսկ ինչի պետք է ինչ-որ մեկին մտքով անցնի այս դուռը բացել։ Ընկերուհիդ գնաց։ Երևի մտածեց, որ ինչ-որ մեկը կբացի։ Դավիթ, եթե անգամ տենց է, եթե անգամ վախեցել եմ, կամ ամեն մարդ կարա այս դուռը բացի, դա քեզ իրավունք չի տալիս սենց մտնես իմ տուն։ Եթե այսօր ինձ տուն ես բերել կամ օգնել ես, դա ոչ մի բան չի նշանակում։ Ոնց կարելի է սենց մարդու տուն մտնել։ Ամեն առիթ բաց չես թողնում, որ քո մասնագիտության մասին հիշացնես, բայց դուռը բացելուց ոնց որ մոռացել ես։ Չես մրսում։ Ես իմ տղուն չափից շատ եմ սիրում, որ չեմ ուզում իմանամ մայրը մարդա սպանել։ Ինքը դա ծանր կտանի։ Ինձ մի ստիպի, որ ասեմ։ Որովհետև քո պահվածքը Դավիթի մոտ հարցեր է առաջացնում։ Ես պիտի մի ձև բացատրեմ էդ, թե չէ։ Փաստորեն դու դարձ տղես։ Դու պատկերացնում ես, եթե ես քեզ այսօր չբերեի։ Տանդ առաջ նախկին ընկերդ էր սպասում։ Դրանից առաջ ուրիշ մարդիկ են սպասել։ Նախկին ընկերդ ինչ-որ մեսիջներ է փոխանցում։ Հասկանում ես, չէ՞, որ ճիշտ ժամանակը չի շատ ուժեղ ձևանալ։ Իսկ դու ոնց ես պատկերացնում։ Ամեն օր ինձ բերելու ես տուն դրանս մոտ սպասես մինչև քնեմ նոր գնաս։ Չէ, սխալ ես պատկերացնում։ Ես փորձելու եմ քեզ օգնել, որ տան դրան առաջ կանգնելու պատճառ չլինի։ Հիմա ավելորդ հարց ու պատասխանների ժամանակը չի, պատրաստվի մեր տուն են գնում։ Դավիթ, ես ձեր տուն չեմ գալիս։ Լավ։ Ուրեմն մի տեղ կգնանք, որովհետև երրորդ տարբերակով ես պիտի մնամ քո տանը։ Եթե դու չես ուզում իմ հետ գալ, նշանակում է ուզում ես, որ քո տանը մնամ։ Կարող ուզում ես։ Հանգիստ ասա, ես քեզ կհասկանամ։ Ոնց ես այսօր։ Հիմա շատ կարևոր է, որ դու լավ լինես։ Դավիթս ընտրությունների է պատրաստում, մենք պիտի կողքին լինենք։ Մեր ընտանիքը պիտի բոլորի համար օրինակ լինի։ Դավիթս էլ առաջին տեղում, որովհետև ինքը միշտ առաջին տեղում է։ Արի թողնենք, թող Դավիթը գնա, խնդրում եմ։ Արի թողնենք, մենք էլի առաջվա նման կապրենք, ես քեզ կլսեմ, խոստանում եմ, դեղերս կխմեմ։ Ես արդեն լավ եմ, ես զգում եմ, որ լավ եմ։ Դու չես զգում, որ արդեն լավ եմ, խնդրում եմ, արի թողնենք, թող գնա։
Ինձ բան չունես ասելու։ Հատուկ արեցի, որ Մարկը մնա մեքենայում։ Գոր կլինի այսօր քնեմ հանգստանամ, վաղը խոսենք։ Կլինի։ Ամեկը հասցնես հորինես։ Չնայած որ իմ համար պարզ է, որ լուրջ հարցերի մեջ եք։ Ու գլնդելիս փախել եք ոչ թե Մարկից հեռու լինելու համար, այլ Մարկից շատ ավելի լուրջ մարդկանցից, որոնք ընկերուցդ ինչ որ կրիչ են ուզում, իսկ ընկերուից շատ սկզբունքներով աղջիկ ա ու չգիտես ինչի որոշելա սուպեր հերոս խաղա։ Հա, բայց չկա, ես մի քանի օրից գնում եմ Նյու Յորք գործով ու դու իմ հետ ես գալիս։ Գոր, ես Բելային մենակ չեմ թողնել։ Դե պատկերացրու, որ ես էլ քեզ մենակ չեմ թողնի։ Չգիտեմ ինչ ես անում, գնում ես ընկերուդ համոզում ես, որ այդ կրիչը տա այդ մարդկանց։ Չգիտեմ ինչի եք մտածում, որ աշխարհի հարցերը դուք պիտի լուծեք, բայց արդեն հերիք է։ Ես հաստատ Բելային մենակ չեմ թողնել։ Դու գիտես, չէ՞, քեզ ինչքան եմ սիրում։ Գիտես, չէ՞ ինչքան կարևոր ես իմ համար։ Գիտեմ։ Դե որ գիտես, ուրեմն այդ բոլոր հարցերիդ պատասխանը թող լինի։ Ես չեմ կարող թողնեմ, որ քեզ մի բան լինի։ Կես ժամից ավելա ոչ մի բառ չխոսեցիր։ Քեզ նման չես։ Որովհետև կես ժամից ավելա չեմ կարողանում հասկանալ ուր ենք գնում։ Ուղղակի ցրվում ենք։ Այդ քեզ հիմա շատ է պետք։ Ու համել մաքրոտ եմ շուշում։ Որտեղ ենք, Դավիթ։ Դժվար հարց եմ տալիս։ Ասեցի։ Ուղղակի մաքրոտ եմ շուշում։ Ասում են այս տարածքում շատ մաքրոտ է։ Ու համել մտածում եմ կարելի է մի բան խմել։ Մեզ հիմա այդ հաստատ չի խմել։
Միևնույն է դա սպանում ես։ Ես քեզ օգնում եմ։ Մեկ է կարող իրար ապրել։ Ես քեզ ապետուել ես։ Մեկ ես քեզ ճանապարհ կացել։ Իրարություն ես մենակ թողնես։ Իրարություն ես։ Իմ ես էլ քեզ ոչ մի ժամանակ մենակ չեմ թողնի։ Կողքդ եմ։ Կողքդ եմ։ Ալիս, ես ինչ ես ալում, Ալիս։ Ստեղավ, ոչ մի տեղ չեմ գնում։ Ես տեղ հաճախ եմ գալիս, հանգիստ տեղա։ Երբ ուզում ես մտքերիդ հետ մենակ մնալ, կարող ես գալ այստեղ։ Կհետևեմ խորհրդդ։ Իսկ ինչի՞ չես խմում։ Վախենում ես կխմես ու կասես այն ինչը չես ուզում ասել։ Այսինքն։ Իսկ կարող ասես իրականում ինչա կատարում։ Ով ես դու, ինչից ես փախնում։ Ես քեզ ասել եմ, որ կօգնեմ, ես թվում է դու կասկած չունես։ Ուղղակի բացատրի, որ հասկանամ ոնց քեզ օգնեմ։ Ես օգնության կարիք չունեմ։ Ասում են մարդ երբ խաբում է, ամեն ինչ անում է, որ աչքերիդ մեջ չնայի։ Դե ասա։ Ես քո օգնության կարիք չունեմ, Դավիթ։ Ու չես խաբում։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ օգնեմ։ Ես չեմ ուզում։ Մարդուն իր կամքին հակառակ չեն օգնում, չէ՞։ Ես քեզ չեմ խնդրել, որ ինձ օգնես։ Ինչի՞ տա պետք։ Գնա ու ապրի քո կյանքով, ոնց ապրել ես մինչև հիմա։ Չի ստացվում, ոնց որ առաջ էր։ Ինչի՞։ Դու ես նոր ասում, որ եթե մարդ խաբելու բան չունի, հայացքը չի փախցնում։ Ես չեմ խաբում։ Ես ուղղակի պատասխան չունեմ, Բելա։ Հարցնում ես ինչի համար եմ ուզում քեզ օգնում, ինչ եմ ուզում քեզնից։ Ինչի համար չեմ թողնում ու հանգիստ գնում իմ կյանքում ապրում։ Չգիտեմ։ Ես քեզ պարզ ասում եմ, որ չգիտեմ։ Դու հորս ասել էիր, որ Պորտը ռանչում ես ապրում։ Հենց նոր։ Մի ժամ առաջ երբ մեքենայից իջանք, մենք հենց Պորտը ռանչում էինք։ Ու դու չհասկացար որտեղ ենք մենք։ Նույնիսկ փողոցը չճանաչեցիր։ Էլի աչքերից մեզ չես նայում, Բելա։ Ձեռքս կթողնես։ Ուր ես գնում։ Ես քո հետ եմ գալիս։ Կարելի է մենակ մնալ։ Կմնաս։ Կկազմակերպենք։ Երկար մենակ մնացիր։ Դե ասեմ շնորհակալություն։ Չէ։ Ես մի համար բարի ես։ Շնորհակալ եմ։ Բա հիմա ուր են գնալու։ Ես տուն։ Հասկանում ես, չէ՞, որ ես էլ հետ եմ։ Հերիքա Դավիթ։ Հերիքա, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց վերջ։ Հա, ես խնդիրներ ունեմ, որոնց մասին քեզ չեմ պատմելու, որովհետև դրանք քեզ չեն վերաբերվում ու քո գործը չի։ Ու այդ նույն խնդիրներից պատճառով ես խաբել եմ իմ բնակության մասին, որովհետև չեմ ուզում իմ մասին շատ բան պատմեմ, որովհետև չեմ վստահել հորդ։ Ու հիմա էլ չեմ վստահում։ Մենակ հորս չես վստահում, թե ընդհանրապես ոչ մեկին չես վստահում։ Իսկ կարող եմ չուզել, որ ինձ օգնես։ Այդ նախկին ընկերդ կապ ունես ամեն ինչի հետ։ Չէ, չունի։ Ինչքանով որ տեղյակ եմ, իր միջոցով ինչ-որ բան են քեզ փոխանցել։ Նորից եմ կրկնում, դա քո գործը չի։ Մարկեր անունը։ Իր այդ կապված խնդիր կա, կարող խփում ա քեզ։
Կարող եմ մի քանի անգամ Երիքա, դու Պողոսյան լո էր գնացել։ Այդ նշանակում է, որ բանը հասել է նրան, որ ինքդ քեզ չես կարողանում պաշտպանել։ ես իմ համար չեմ գնացել, ես քո մամայի համար եմ գնացել։ Որովհետև չգիտեմ ինչի չես տեսնում ինչա քո շուրջ կատարվում։ Ես փորձում էի տարբերակ գտնել քո մամային օգնելու։ Հիմա կասես, որ դա չի վերաբերվում, ճիշտ ես։ Բայց քո մաման իսկապես օգնության կարիք ունի։ Ու ի տարբերություն ինձ չէր փորձում փրկվել։ Իմ մտքով անգամ չէր կարողացնել, որ ես քեզ այդ օֆիսում կտեսնեմ։ Բայց հիմա ես համարում եմ, որ ամեն ինչ արել եմ։ Վերջ։ Հիմա գիտես ում օգնես իմ փոխարեն։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Դավիթ, ես վստահ եմ, որ դու փորձես քո մաման քեզ ամեն ինչ կպատի։ Ուղղակի ինքը քեզ շատ է սիրում։ Նորից եմ հարցնում։ Դու գիտակցում ես ինչ ես խոսում։ Ուզում ես ասես, որ իմ հերը Թող։ Ինչ ես անում, թող։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է։ Իհարկե, համեցեք։ Շնորհակալություն։ Նստեք։ Այդքան։ Լսում եմ։ Մի հարց ունեմ։ Դեպորտացիայի նամակ եմ ստացել ու ժամանակին օրենքի հետ կապված խնդիրներ եմ ունեցել։ Հիմա կուզեի օգնեիք հասկանամ ինչ որ մի բան կարելի է անել։ Նախ սկզբում ասեք, ինչ խնդիրներ կան օրենքի հետ կապված, որ ես հասկանամ լրջությունը։ Կասեմ, բայց տեսականորեն ինչ որ մի բան հնարավոր է անել։ Հնարավոր է, պետքա դիմենք, որ քեզը նորից վերաբացեն ու քննեն։ Մենք էլ ամեն ինչ կկազմակերպենք օրենքի շրջանակներում։ Ու իօքո ձեզ։ Հիմա ամեն ինչ պատմեք, մինչև ես ձեր քեսը նայեմ։ Գոր դու ինձ շատ դժվար ընտրության առաջ ես դնում։ Ես հիմա չեմ ուզում Բելային մենակ թողնել։ Քեզ երեք ասել եմ։ Ավելացնելու բան չունեմ։ Բելան եկել է տուն։ Չգիտեմ։ Գոր մենք պետքա գտնենք Բելային։ Ես պետքա համոզվեմ, որ ինքը տանը չի եղել, երբ որ եկել են։ Հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Այս հարցը ոչ Գլենդելից փախնելով, ոչ Նյու Յորք գնալով, ոչ էլ Հայաստան գնալով չի լուծվելու, որովհետև դուք շատ լուրջ մարդկանց լուրջ թեմաների եք կպել։ Հիմա ինձ ասում ես որտեղ է այդ կրիչը, տալիս ենք Մարկին, տանում է տալիս է դրանց, վերջացնում ենք այս թեման։ Հիմա դու չես զանգում Բելային։ Ինձ ասում ես որտեղ է դա։ Հասկանում ենք իրար։